Կարելի է մի ամբողջ շարք սկսել, թե ինչպես են Հայաստանի պաշտոնյաները մեկ ժամվա, մեկ օրվա ընթացքում հակասում մեկը մյուսին։ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի դուրս է եկել հապկից։ Ինչի՞ չեն դուրս գալիս։ Հատկապես վերջին հայտարարությունով Դե փաստացի դուրս եկած ենք։ Տեսեք, փաստացի դուրս եկած ենք, ինչ վերաբերում է մնացածին, դա էլ թողեք մեր քաղաքական նպատակահարմարության վրա, հա, եւ մեր բանակցությունների, այն որ դուք ասում եք մենք պատերազմից հետո չենք կարողանալու բանակցություն վարել, թողեք այդ բանակցություն չվարողների վրա։ Այս ասում է Թե փաստացի դուրս գալը որն է, ոչ մեկ չգիտի։ Հապկը դա իրավաքաղաքական, ռազմաքաղաքական, իրավական ընթացակարգերով ձևավորված կազմակերպություն է, դրանից կարելի է դուրս գալ միայն իրավաբանորեն դե յուրե, այլ ոչ թե փաստացի։ Ամեն դեպքում Ալեն Սիմոնյանի համոզմամբ Հայաստանը հապկից դուրս է եկել, բայց միաժամանակ նույն օրը Հայաստանի փոխարգործնախարարը հայտարարում է, որ հապկից դուրս գալու օրակարգ չկա։ Հնարավոր է մի օր էլ դուրս գա հապկից եւ այդ հարցը արդյոք քննարկվել է Հայաստանը, որ դուրս գա հապկից։ Այսպիսի հարց այս փուլում արտաքին գործերի նախարարության օրակարգում մեր առջև այդպիսի խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կիմանաք բնականաբար։ Բայց իրենք վարում են իբր բազմավեկտոր քաղաքականություն, մի օր կորոշեն, եթե նպատակահարմար է դուրս կգան, եթե նպատակահարմար է դուրս չեն գա։ Այս անսկզբունքայնությունը բնորոշ է այս իշխանությանը, մի օր Արցախը Հայաստանը, մի օր Ադրբեջանը։ Մի օր հապկից դուրս են գալիս, այ հաջորդ օրը դուրս չեն գալիս։ Մի օր ԵԱՏՄ-ն չարիք է, մի օր բարիք է։ Մի օր Ղազախստանը միջինասիական բռնապետություն է, պետք է գնանք դեմոկրատական Եվրոպաներ, հետո գնում են Ղազախստանից մեդալներ են ստանում։ Մի խոսքով, այս անսկզբունքային անհետևողական քաղաքականությունն է այն կործանարար հետևանքների պատճառը, որ մենք այսօր զգում ենք, եւ նաեւ այն ամենի պատճառը, թե ինչու Հայաստանին եւ հայ ժողովրդին արդեն սկսում են անլուրջ վերաբերվել։ Եթե հապկից դուրս ենք եկել, ուրեմն փաստացի հայտնվել ենք ոչ ՆԱՏՕ-ում, ոչ էլ Եվրամիությունում, մենք փաստացի հայտնվել ենք կամ Ադրբեջանում, կամ Թուրքիայում։ Հետևաբար կողմնորոշվեք, եթե դուք հապկից դուրս գալու ռեալ ցանկություն չունեք, ինչու եք խափում ժողովրդին։ Ինչու եք միջազգային գործընկերների մոտ Հայաստանին դարձնում անսկզբունքային, անհետևողական, անվստահելի գործընկեր։ Ոչ Եվրոպայում են, ոչ ՆԱՏՕ-ում ու ԱՄՆ-ում են ձեզ վստահելու, ոչ էլ առավել եւս հիմա հապկում։ Միաժամանակ մենք տեսնում ենք հապկում տեղի ունենում գագաթնաժողով։ Փոխարգործնախարարը ասաց, որ թեև չենք մասնակցում գագաթնաժողովներին, բայց չենք էլ խոչընդոտում դրանց աշխատանքին։ Եվ այնտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի հետաքրքիր հայտարարություն է արել։ Նա ասում է, որ Ռուսաստանը պատրաստվում է լրջորեն վերազինել անդամ պետությունների զինված ուժերը նոր ժամանակակից ռուսական սպառազինությամբ, որը փորձարկվել է ռեալ մարտի դաշտում։ Եվ օրինակ Ղրղստանում դա առաջացրել է մեծ ողջավորություն եւ անդամ պետությունները պատրաստվում են վերազինվել ռուսական ժամանակակից զենքերով, որոնք իսկապես մարտի դաշտում Ուկրաինայում ցույց տվեցին իրենց էֆեկտիվությունը վերջին ժամանակաշրջանում եւ գուցե դա էր պատճառը, թե ինչու Թրամփը շտապեց գրեթե ամբողջությամբ Ռուսաստանի պահանջները բավարարող նոր առաջարկությամբ հանդես գալ։ Եվ ինչ, այստեղից կարող ենք եզրակացնել, որ հապկից դուրս չեք գալիս, որովհետև ավելի լավ այլ ընտրանք չունեք, որովհետև նման առաջարկություններ չեն հնչում ՆԱՏՕ-ից, Արևմուտքից, 8 միլիարդ պարտք ենք վերցրել, որ զենք առնենք։ Հետևաբար, եթե ունեք այդքան ինքնապաշտպանություն, այդքան զենքեր եւ կարիք չունեք Ռուսաստանի եւ հապկի, ինչու հապկից դուրս չեք գալիս։ Կրկին ստում եք, կրկին ըստ նպատակահարմարության։ Մի օր մի բան կասեք, վաղը մյուս բան, կարևորը ձեզ հարմար լինի։ Իսկ թե Հայաստանը եւ հայ ժողովուրդը դրանից ինչ կշահի, ընդհանրապես անհասկանալի է։ Եվ Ալեն Սիմոնյանն ասում է՝ թույլ տվեք մեզ բանակցենք այնպես, ինչպես բանակցել ենք։ Դուք ինչ բանակցել եք, Հայաստանը միայն կորցրել է։ Կլինի այլևս չբանակցեք եւ ուղակի հեռանաք։